Փաշինյան եւ Կաթողիկոս թեման ընդհանրում ասենք, ինչպես ասենք, մեծ փոթորիկ բարձրացրեց հասարակության մեջ եւ ինչպես եք տեսնում հանգուցալուծումը։ Հանգուցալուծումը տեսնում եմ այս քննարկումները արժեքային դաշտ տեղափոխելը եւ այդտեղ ցույց տալը իրենց բոբիկությունը։ Հենց եպիսկոպոսները հատ-հատ պետք է այս քննարկումներին մասնակցեն։ Հասարակ մարդկանց հետ, աստվածաբանների հետ, այլ քահանաների հետ, որոնց իրենք վտարել են, այն իրոք արժեքներին հետևող քահանաներին, եկեղեցական, որոնք կարդացել են Աստվածաշունչը, հիմնել, նորնել, կտակարաննել, հասկանում եք, որոնց համար կրոնը դա բիզնեսը չի, եկեղեցին բիզնեսը չի, այլ իրոք մի տեղ է, որտեղ որ մարդիկ հոգևոր սնունդ են գնում ստանալու։ Եվ մյուս կողմից ես այս ամեն ինչը պետք է օգտագործել, որպեսզի մարդիկ, հատկապես հավատացյալ քրիստոնյաները, կարդան, բարի լինեն, կարդան այն արժեքների մասին պատմող գրքերը, որոնց իրենք դավանում են կամ համարում են, որ դավանում են։ Կարդան այն Աստծո նկարագիրը, որին իրենք կարծում են, որ պաշտում են եւ որպես Աստված են ընդունում։ Գիտեք, մի քիչ տարօրինակ է, երբ որ ասենք պատկերացրեք մարդ կորցրել է իր հորը, չգիտի, հա, ասենք իր հայրը, մեկ էլ մի օր մեկը գալիս ասում է ես եմ քո հայրը։ Ու ինչ որ հեղինակավոր մեկ ասում է հա, ինչ որ մի տեր օրինակ գալիս ասում է հա, ինքն է քո հայրը։ Այս մարդը մի հատ չի հարցնի, լավ, ինչ որ ապացույց կա, ես շատ եմ ուզում վեր գտնեմ իմ հորը, բայց գոնե մի ապացույց կա, որ դու իմ հայրն ես, թե ինչ որ շահադիտական ինչ որ բաներ ունես, եկել ես կարող ունեցվածքից ես ուզում տիրանաս, չգիտեմ, ինչ ուրիշ շահադիտական։ Ինչի ապացույցն եք դուք Ուզում եմ ասեմ, անհրաժեշտ է։ մարդ պետք է իմանա ինչ Աստծու է հավատում։ Այն Աստծուն, որ ասում է ես ողակալ եմ, ես շիշաչար եմ, ես էս եմ, ամենավատ հատկանիշները ինքն իր դաժան եմ։ Թե այն Աստծուն, որ ասում է ես սիրո Աստվածն եմ, ոնց որ Քրիստոսն է նկարագրում, Հայր Աստծուն ասում է Աստված սեր է։ Քրիստոսը լրիվ ուրիշ Աստծու է նկարագրում։ Հին կտականում լրիվ ուրիշ Աստված է նկարագրված։ Այդ տարբերությունը գոնե չզգալը դա ուրեմն հավատացյալի բան չէ, եթե դու իրոք հավատում ես, դու պետք է խորանաս, դու պետք է հասկանաս բանականությունը քեզ տրված է, որ դու հասկանաս ինչին ես հավատում, որ Աստծուն ես հավատում։ Լավ Աստծուն, սիրո Աստծուն, թե այն Աստծուն, թե քո համար այդ ամիջ խառը ինչ որ մի բան է, մի քիչ ստեղից, մի քիչ ընդեղից։ Ինչպես կարող է այս հարցը օգտագործվել ներքին պառակտման խորացման կամ ներքին պառակտում ստեղծելու համար, չեմ ասում խորացման, նոր ներքին պառակտում ստեղծելու համար։ Պառակտումները քաղաքական դաշտում են լինում։ Կրոնական դաշտում պառակտումները լինում են հենց նրանից, որ եկեղեցին ռեֆորմացված չի։ Այս տարատեսակ հարանվանումները, որոնց աղանդ են անվանում, շատ սխալ է, չի կարելի այսպիսի որակումներ տալ։ Տարբեր կրոնական հարանվանումներ կան, որոնք տարբերվում են առաքելական եկեղեցու դավանաբանությունից, եւ նրանց ծավալը գնալով մեծանալու է, քանի դեռ այսպիսին է հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը եւ սպասավորները այսպիսի վարք են դրսեւորում եւ մարդիկ հիասթափվում են, որտեղ նրանք որոնք ճշմարիտ հավատ են ման գալիս, տեսնում են, որ այս մարդիկ եկեղեցու կրոնի հետ կապ չունեն։ Այսինքն դուք աղանդների ավելացումը թվի եւ ընդհանրապես գոյությունը դրանով եք պայմանավորում։ Ես խնդրում եմ նոր ասացի, որ աղանդ բառը վիրավորական հարանվանություն անվանել է, Ինչպես կրոնական հարանվանություններ, հա, ամեն մեկը տարբեր ձևով պատկերացնում, հա, այդ նույն հաջողությամբ քիչ ամենում ավետարանականներին էլ տարբեր ավետարանական եկեղեցիները բռնեն ինչ որ մարդիկ աղանդամ։ Ուզում ասեմ, որ այո, իրանց թիվը շատանալու է եւ իդեպ պատահական չի, դա նոր բան չի, ժամանակին էլ պաբլիկյան շարժում կար Հայաստանում եւ էլի արժեքային դաշտում էր ինքը հաղթում այն ժամանակվա եկեղեցուն եւ եկեղեցին չէր կարողանում հաղթահարել, ինչ արեցին, գնացին բյուզանդիական կայսերներից զորք խնդրեցին, եկան կոտորեցին 40,000 մարդ եւ ղեկավարության եւ ժողովրդին, որ հավատում էր պաբլիկյաններին։ Ես չեմ ասում պաբլիկյանները լավ էին բատեն, որտեղ իրանք էլ ընդհանրապես նյութականն էին մերժում, այսինքն նյութականը հոգեվորի հետ ներդաշնակ պետք է լինի իմ կարծիքով, ցանկացած կրոնի մեջ չես կարող լրիվ նյութականը մերժես, բայց այնտեղ արժեքային շատ ավելի դրական բաներ կային կենցաղավարության մեջ եւ բանի մեջ, էթիկայի մեջ, օրինակ Սերգի կար, իրանց առաջնորդը պաբլիկյանների Սերգի անունը, ինքը Հյուսոնն էր, ինքը երբեք նվիրատվություններ չէր ընդունում եւ ճոխ կյանքին դեմ էր, ինքը Հյուսոնն էր, ամեն օր իր գործը անում էր, վաստակում էր իր հացի փողը, բայց զուգահեռաբար առաջնորդում էր այդ հսկայական հոգեվոր շարժումը։ Եվ մարդիկ տեսնում են, որ այս մարդը ոչ փառքի հետևից է անգնում, ոչ նյութական բաների հետևից է անգնում, այլ ճշմարտության համարում է, որ ճշմարտություն է քարոզում։ Հիմա ուրիշ հարց է, մենք ընդունում ենք դա ճշմարտություն թե չէ, բայց գոնե էթիկական տեսակետից դա ավելի ընդունել էր մարդկանց, քան ցենց կեղեքիչները, որոնք եղել են այն
ժամանակվա եկեղեցականներն էլ գիտեք, էլի նույն ձևի ասել են մենք տեր ու տնօրենն ենք ստեղի, մենք իշխաններն ենք ստեղի, դուք ընդհանրապես ով եք, դուք պետք է մեզ մուծվեք, վճարեք, որ մենք թագավորի պես ապրենք։ Այդ նույնն ա եղել։ Այն արժե համակարգը, որը 5 կտակարանյան սերված է եւ հիմքա դրված հայ առաքելական եկեղեցու, այն ժամանակ էլ է նույնն եղել, դրա համար տարբերություն չկա։ Դրա համար էլ տենց հեշտ օտարներին միշտ ծառայել են։ Օսմանյան կայսրությանը փայլուն ծառայել են, պարսկական կայսրություններին, ռուսական կայսրություններին, բայց հենց եկել է սեփական երկիրը, սեփական պետականությունը, սեփական ժողովրդի ընտրած իշխանությանը ծառայելու եւ սպասարկելու հարցը միանգամից ընդդիմացել են եւ թշնամացել են։ Ոնց է եղել, ոչ մեկի մոտ հարց չի առաջացել։ Մեկը մի էլի ժամանակ կար, երբ որ պետականության դեմ այն ժամանակ պայքարում են, պապթագավորին թունավորեցին, ասենք ում ամրագաղտնիք։ Իսկ օտար կայսրներին հələ հունազան ծառայել են, հարկահանությամբ են զբաղվել, այդ հարկերը վճարել են այնտեղ։ Լավ, որպես սեփական ժողովրդից են այդ հարկերը հավաքել։ Ես այսպես եմ տեսնում, այսօր այս թեմայով մենք կսահմանափակվենք, որովհետև թեման շատ տարողունակ է, դրա հետ մեկտեղ ուրիշ քաղաքական վերլուծության երևի թե չզբաղվենք, այսօր չվերլուծենք այլ հարցեր, պարզապես որպես ամփոփում այսօրվա մեր զրույցի։ Ինչ եք տեսնում, ով գուցեև եթե դուք մատնանշում եք թե ինչ է եղել, գուցե ինչ որ մեկը պետք է դա անի, ինչ պետք է անի եւ ով պետք է դա անի, այսպես ձևակերպել։ Դա մի հոգու բան չի, դա լուրջ քննարկումների հարց է։ Մենք ունենք փիլիսոփաներ, ունենք աստվածաբաններ, շատերի հետ համակարծիք եմ շատ հարցում, շատերի հետ ընդհանրապես համակարծիք չեմ, բայց մարդիկ են, որոնք գիտելիքներ ունեն, շատերն էլ ինձանից էլ շատ գիտելիքներ ունեն, բայց ես ընդհանրապես հորդորում եմ այդ հարցով զբաղվել։ Ես մեկն եմ, որը որ ինչ որ բաներից տեղական, ինչ որ գիտելիքներ ունի, հորդորում եմ այդ քննարկումը սկսել հասարակության մեջ։ Ինչ քննարկում, ինչ ավելի ռեֆորմների, եկեղեցու ռեֆորմների, դավանաբանական ռեֆորմների, արժեքային վերաքննարկումների, վերջ-վերջ ինչ արժեքների ենք մենք դավանում, որոնք որ ուղղակիորեն կապված են թե կրոնական արժեքների հետ, քրիստոնեական արժեքների հետ, արդեն սերտաճել են, ինչքան էլ որ քրիստոնեությունը դրսից եկած է։ Եվ նաև հումանիստական, մարդասիրական, ֆրանսիական հեղափոխությունից եկած հավասարության, եղբայրության, ազատության, հետո նաև բանի եկած Մարտին Լութերի կողմից ուրեմն տարբեր արժեքներ եւ այլ այդ ռեֆորմիստական շարժումները անդադ եղել են։ Մեզ չեն հասել։ Մենք մի հատ դա քննարկենք, մարսենք, մի հատ հասկանանք ինչ է, գուցե մենք ավելի հետաքրքիր բան ունենք տալու աշխարհին։ Մենք ով այ ժողովուրդը Հայաստանի քննարկման մասնակիցները, ինչ մասնագետներ պետք է լինեն ըստ ես ասացի, փիլիսոփաներ, աստվածաբաններ, կրոնագետներ, եկեղեցականներ, տարբեր կրոնների ներկայացուցիչներ, տարբեր քննարկումներ լինի։ Այդպիսի քննարկում ես տեսնում եմ դրսում, բայց ներսում չգիտես ինչի։ Տարբեր կրոններ ունենք, տեսնում եմ մահմեդականը լավ տեղեկացված մահմեդական, լավ տեղեկացված քրիստոնյա ինչ որ քահանայի հետ քննարկում են անում, շատ խորքային քննարկում են անում։ Մեծ հետաքրքրությամբ լսում եմ։ Որտեվ մեկը մի փաստարկներ է բերում, որը մյուսը երբեք չի բերել, որ իրան ձեռ չի տվել։ Այս մյուսն էլ սրան է հակադարձում, ու դու ավելի ես ճշմարտությունը տեսնում։ Բայց մեր մոտ տեսել եք այդպիսի քննարկումներ։ Իրար վրա ցեղ շպրտելուց բացի ոնց որ քաղաքական դաշտում, հա, նույն ձև էլ հիմա կրոն պետություն հարաբերություն, ու կրոն չէ, իհարկե, եկեղեցու վերնախավ ավելի շուտ հարաբերություններում, հա, էլի այսպես իրար անպատվելու, իրար վիրավորելու մակարդակի վրա, որը որ ճիշտ չի։